Երկրպագություն հոգով։ Մինչ լսում էի իմաստությանը, դժվար էր ընկալել որևէ բան, նույնիսկ վկաների այդ մեծ բազմությունը, կամ էլ նրա ներկայության մեջ ցանկանալ իշխանություն կամ դիրք։ Թվում էր ամեն վայրկյան, որ այստեղ անց էի կացնում, նա մեծանում էր փառքով և իշխանությամբ, և ես գիտեի, որ նրան տեսնելու իմ կարողությունը դեռևս սահմանափակ է։ Ինչպես որ մարդկությունը աճել է ակնհայտ մեծ տեմպերով և նրա թվաքանակը արդեն անվերահսկելի է, նույնպես նրա մասին մեր հայտնությունը կաճի հավիտենականության մեջ։ Ինչ կերպ սովորական մարդիկ կարող են երբևէ ներկայացնել քեզ, հարցրի ես։ Երբ իմ հայրը իր ճկուտը շարժում է, ամբողջ տիեզերքը դողում է։ Խոսքովդ ազգերը ցնցելը տպավորություն չի թողնի այստեղ եղողների վրա, սակայն երբ իմ ամենաաննշան եղբայրները սեր են ցուցաբերում երկրի վրա, դա ուրախալի է իմ հոր սրտի համար։ Երբ նույնիսկ ամենափոքր եկեղեցին իր սրտի ճշմարիտ սիրով երգում է իմ հորը, նա ամբողջ երկնքում լռություն է սահմանում, որպեսզի լսի նրանց։ Նա գիտի, որ ոչ ոք չի կարող չերկրպագել, երբ այստեղ տեսնի իր փառքը, բայց երբ նրանք, որ այդպիսի խավարի և դժվարությունների մեջ են ապրում, ամբողջ սրտով երգում են նրան, դա նրան ավելի է հուզում, քան անթիվ անհամար երգնավորները։ Երկրի վրա նույնիսկ սխալ վերցված նոտաները շատ անգամ ամբողջ երկնքին ստիպել են լաց լինել ուրախությունից, քանի որ բոլորը նայում էին իմ հորը, որին այդ նոտաները հուզել են։ Իրենց երկրպագությունը դեպի նրան բարձրացնելու համար պայքարող մի քանի սուրբերը շատ անգամ են նրան ստիպել լաց լինել։ Ամեն անգամ, երբ տեսնում եմ, որ իմ եղբայրները նրան են դիպչում ճշմարիտ երկրպագությամբ, խաչի վրա իմ կրած ցավն ու վիշտը փոքր գին են դառնում դրա նկատմամբ։ Ոչինչ ինձ ավելի մեծ ուրախություն չի պատճառում, քան քո երկրպագությունը իմ հորը։ Ես խաչը հանձն առա, որպեսզի իմ միջոցով դու կարողանաս երկրպագել նրան։ Հենց այդպիսի երկրպագության մեջ է, որ դու, հայրը և ես մեկ ենք։ Մինչ այդ ես շատ ապրումներ էի ունեցել, սակայն Տիրոջից բխող զգայությունները ինձ ասացին ավելին, քան բոլոր այդ ապրումները։ Նա չէր լալիս ու չէր ծիծաղում, նրա ձայնը կայուն էր ու հանդարտ, բայց այն, ինչ որ ինձ ասում էր երկրպագության մասին, նրա այնպիսի խորությունից էր ելնում, որ դա շատ ավելին էր, քան ես կարող էի ընդունել։ Գիտեի, որ լսում եմ Աստծո որդու ամենանվիրական, խորագույն սիրո մասին, տեսնելու իր հոր ուրախությունը։ Երկրի վրա պայքարող ու առաջ մղվող հավատացյալների ճշմարիտ երկրպագությունը կարող է անել շատ ավելին, քան որևէ ուրիշ բանը։ Առաջին անգամ ես խիստ ցանկացա թողնել այս վայրը իր ամբողջ փառքով հանդերձ։ Միայն թե երկրի վրա մտնեմ երկրպագության, թեկուզ ամենաձանձրանալի ու անհետաքրքիր պաշտամունքի մեջ։ Ես ապշության մեջ էի այն իրողությունից, որ մենք կարող ենք փաստացի դիպչել հորը։ Այս խավար ժամանակներում հորը երկրի վրա երկրպագողները շատ ավելի մեծ նշանակություն ունեին նրա համար, քան երկնքի միլիոնավոր ու միլիոնավոր երկրպագողները։ Երկրի վրայից նրա սրտին մենք կարող ենք դիպչել այնպես, ինչպես երբեք չենք կարող անել այլ կերպ։ Ես այնպես կլանվեցի դրանով, որ նույնիսկ չհասկացա, թե ինչպես վայր ընկա։ Կարծես ընկղմվեցի խոր քնի մեջ։ Ես տեսա հորը։ Միլիոնավոր ու միլիոնավորներ ուղեկցում էին նրան։ Նրա փառքը այնքան մեծ էր, իսկ նրա ներկայության զորությունը այնքան ահավոր, որ ես զգում էի ամբողջ երկիրը ավազահատիկից ավելին չէ նրա առջև։ Մի անգամ, երբ հայտնապես լսեցի նրա ձայնը, ինձ զգացի ինչպես հյուլե արեգակի առջև, բայց երբ նրան տեսա, ես իմացա, որ արեգակը հյուլեի նման է նրա առջև։ Համաստեղությունները վարագույրի նման էին նրա շուրջը։ Նրա պատմուճանը բաղկացած էր միլիոնավոր ու միլիոնավոր կենդանի աստղերից։ Նրա ներկայության մեջ կենդանի էր ամեն բան։
նրա աթոռը, նրա պսակը, նրա գայիսոնը։ Գիտեի, որ կարող եմ նրա առջև կենալ հավիտյան ու երբեք չդադարել սքանչանալ, տիեզերքում չկա ավելի բարձր նպատակ, քան նրան երկրպագելը։ Ապա հայրը սկսեց նայել մի բանի։ Ամբողջ երկինքը կարծես քարացավ ու նայում էր։ Հայրը խաչն էր զննում։ Իր հոր նկատմամբ որդու սերը, որ նա շարունակում էր հայտնել իր վրա իջած ամբողջ ցավի ու խավարի միջոցով, այնքան խորը դիպան հոր սրտին, որ նա սկսեց դողալ։ Երբ այդ եղավ, երկնքում ու երկրի վրա երկրաշարժեր տեղի ունեցան։ Երբ հայրը փակեց իր աչքերը, երկինքն ու երկիրը ընկղմվեցին խավարի մեջ։ Հոր հուզմունքը այնքան մեծ էր, որ ես մտածում էի, թե կենդանի չէի մնա, եթե դա դիտեի քիչ ավելի այն ակնթարթից, որի ընթացքում դա կատարվեց։ Հետո հայտնվեցի մի այլ վայրում։ Երկրպագության պաշտամունք դիտելիս եկեղեցական մի փոքր շինության մեջ։ Ինչպես երբեմն տեղի է ունենում մարգարեական ապրումների մեջ, ես կարծես ամեն բան գիտեի յուրաքանչյուրի մասին, որ այդ խարխուլ փոքրիկ սենյակում էին։ Նրանք բոլորը լուրջ դժվարություններ ունեին իրենց կյանքում, բայց այստեղ չէին էլ մտածում դրանց մասին։ Իրենց կարիքների համար նրանք չէին աղոթում։ Բոլորը ձգտում էին առ Աստված գոհության երգեր բերել։ Նրանք երջանիկ էին և նրանց ուրախությունը անկեղծ էր։ Ես տեսա երկինքը, և ամբողջ երկինքը լալիս էր։ Հետո ես կրկին տեսա հորը և իմացա, թե ինչու էր երկինքը լալիս, որովհետև արցունքներ կային հոր աչքերում։ Այդ փոքրիկ խումբը վեր էր խոյանում, մարտնչող մարդկանց տեսքը այնքան խորը դիպան հորը, որ նա լալիս էր։ Դրանք ցավի արցունքներ չէին, այլ ուրախության։ Տեսնելով այն սերը, որ նա զգում էր այդ սակավաթիվ երկրպագողների նկատմամբ, ես ևս չկարողացա զսպել իմ արցունքները։ Իմ ապրումներից ոչ մեկը ինձ չէր գրավել այնպես, ինչպես այս մեկը։ Երկրի վրա Տիրոջը երկրպագելը հիմա ավելի ցանկալի էր ինձ համար, քան երկնքի ամբողջ փառքի մեջ գտնվելը։ Գիտեի, որ ստացել եմ ուղերձ, որ կարող է օգնել երկրի վրա սուրբերին նախապատրաստելու ճակատամարտի համար, բայց հիմա դա արդեն ինձ համար չուներ այնքան մեծ նշանակություն, որքան այն, որ փորձեմ հաղորդել, թե ինչպես մենք կարող ենք դիպչել հորը։ Նույնիսկ ամենավեհերոտ հավատացյալի երկրի վրա ցուցաբերած անկեղծ երկրպագությունը կարող է ուրախություն պատճառել ամբողջ երկնքին, բայց ամենակարևորն այն էր, որ դա հուզում էր հորը։ Ահա թե ինչու հրեշտակները գերադասում են օգնական նշանակվել երկրի վրայի մի հավատացյալի, քան իշխանություն ստանալ համաստեղությունների բազմության վրա։ Ես տեսա Հիսուսին կանգնած հոր կողքին։ Դիտելով հոր ուրախությունը, որ նա ստանում էր փոքրիկ աղոթքաժողովից, Հիսուսը դարձավ ինձ ու ասաց. «Ահա թե ինչու ես խաչը ելա։ Մի այդպիսի պահի ուրախություն իմ հոր պարգևելը արժի իմ ամեն կրածը։ Ձեր պաշտամունքը նրան այդպիսի ուրախություն պարգևող կարող է ամեն օր։ Նրան այդպիսի ուրախություն պարգևել կարող է ամեն օր։ Ձեր երկրպագությունը, երբ դուք դժվարություններով եք շրջապատված, շատ ավելի է հուզում նրան, քան ամբողջ երկնքի պաշտամունքը։ Այստեղում, ուր նրա փառքը հայտնապես տեսանելի է, հրեշտակները չեն կարող չերկրպագել։ Երբ երկրպագում ես չտեսնելով նրա փառքը փորձությունների մեջ, ապա դա երկրպագություն է հոգով և ճշմարտությամբ։ Հայրը այդպիսի երկրպագողների է փնտրում։ Մի վհատվիր, մի նվաղիր փորձությունների ժամանակ։ Հորը երկրպագիր ոչ թե ստանալու, այլ նրան ուրախություն պատճառելու համար։ Դու երբեք այնքան զորավոր չես լինի, քան այն ժամանակ, երբ ուրախություն ես պատճառում նրան։ Քո զորությունը Տիրոջ ուրախության մեջ է։